Ինֆորմացիան շատ է Կիմ Սուհյոնի, Կիմ Սերոնի սկանդալի վերաբերյալ։ Նախ սկսեմ այնտեղից, որ դիսպաչը ամենահայտնի, այսպես ասած, հավաստի աղբյուրը հայտնել է, որ 2018 թվականին Կիմ Սուհյոնը երբ եղել է բանակում Սիրիային նամակ է գրել աղջկան։ Այսինքն ունենք արդեն ինչ-որ ապացույց, որ նրանք ի վերջո հանդիպել են, բայց հասկացեք 2018 թվականին աղջիկը եղել է 18 տարեկան չափահաս։ Եվ եթե տղան նրան սեր է խոստովանել, եթե իհարկե դա այդպես է, կարծում եմ դրա մեջ ոչ մի վատ բան չկա եւ ինչու են դերասանին մեղադրում այդ վատ բառերով նրան ասում եւ տեսեք թե ինչքան են նրանից արդեն unfollow եղել, բացի այդ մի քանի ընկերություններ, ավիաընկերություն, կոսմետիկայի բրենդներ նրանից հրաժարվել են եւ հանել են գովազդները։ Համացանցում հետևորդները բոյկոտ են անում եւ նրա նկարներն են պատրում եւ այլն, ինչ որ մանկապարտեզ է անիմաստ, միայն աղջկա, մահացած աղջկա, մորաքրոջ, ընտանիքի, այսպես ասածի պատճառով իբր թե 15-ից է սկսել նրանց հարաբերությունները, բայց նման ոչ մի ապացույց չկա համացանցում եւ Կիմ Սուհյոնի տղայի գործակալությունը պիտի դատի տա, որպեսզի ապացուցեն, որ նման տարիքում չի եղել ոչ մի հարաբերություն։ Նրանք իրար հետ սիրային կապ ունեցել են, երբ տղան բանակում էր, երբ աղջիկ էր ժամանակ 18 էր։ Այսինքն հիմա անիմաստ ինչ որ աղմուկ է միայն աղջկա ծնողների ասացից ելնելով, որ ըստ նրանց նրանք 6 տարի կապի մեջ են եղել 2015-ից մինչև 21 թվականներ ու դրանից հետո ինքը մենակ է թողել աղջկան այդ բոլոր խնդիրների մեջ, բացի այդ իր կազմակերպության իր այդ gold medalist գործակալությունը արդեն այսպես ասած խաչ են քաշում մարդիկ, ուզում են բոլոր դերասաններն այնտեղից դուրս գան, չլինեն, որովհետև արդեն սկանդալին են ներառում նաև ուրիշ դերասանների, տեսեք այստեղ նկարում արդեն պարզ է ինչ է թե տղա դերասանը եղել է նրա հետ նույն մեքենայում, երբ աղջիկը վթարի է ենթարկվել, նրան էլ են մեղադրում, բայց ինչու դու չես վճարել այդ վթարի պատճառով։ Հարգելիներս, եկեք հասկանանք ու ադեկվատ լինենք, եթե մարդ մեքենայի մեջ է, դա չի նշանակում, որ ինքը պետք է վարորդի պատճառով վնաս կրել։ Ես հասկանում եմ, որ այստեղ մարդկային հարցն են շատ բերում գործոնը, բայց եկեք ադեկվատ դատենք։ Աղջիկը խմած է եղել, վթարի է ենթարկվել, գործակալությունը պլյուս նրա համար գումար է վճարել։ Դրանից հետո թե ինչ է նրա կյանքի հետ տեղի ունեցել 1 տարվա մեջ, որ նա հասցրել է նրան, որ ինքը օգտագործել է շատ դեղամիջոցներ, թմրանյութեր, նաև որ բերել նրան այդ վիճակին, որ կյանք է գրանցվել, դա արդեն չգիտենք ոչ մեկս։ Պլյուս հիմա իմ դեպի աղջկան Կիմ Յու Ջոնգին են քաշում է սկանդալի մեջ, իբր նրանք նկարահանումների ժամանակ ինչ որ տարօրինակ խոսակցություններ են եղել, գրկախառնություն է եղել, ընդհանրապես նա մրսել է, տղան նրան գրկել է, բայց եղել է տարբերությունը տարիքային շատ մեծ։ Մի խոսքով շատ մեծ սկանդալ է ու վատ հոտ եմ առնում այս ամեն ինչից։ Ես չեմ հավատում, որ տղան նման բաներ արել է։ Ամեն դեպքում ես կողմ եմ, որ լսենք տղային եւ իրոք լինի դատավարություն։